Գոյամարտ սերիալը շարունակելով իր հուզական գիծը հասնում է ամենածանր ու ամենահուզիչ պահերից մեկին, որը երկար կմնա հեռուստադիտողի հիշողության մեջ։ Այդ տեսարանը ոչ թե բռնցքամարտի ռինգում է, այլ սովորական տան պատերի ներսում, որտեղ ճակատագրի ամենախորը խաղերն են տեղի ունենում։ Վովան գալիս է Լեոյի տուն ընդամենը մեկ նպատակով՝ վերադարձնելու պայուսակը, որը պատահաբար մնացել էր սրահում։ Ամեն ինչ թվում է պարզ ու առօրյա, բայց հենց այս աննշան քայլն է դառնում ճակատագրական հանդիպման սկիզբը։ Դուռը բացվում է, և Վովան հայտնվում մի տան մեջ, որն իրականում իր տունն է, մի ընտանիքի մեջ, որը տարիներ շարունակ ապրել է իր բացակայության ցավով, առանց իմանալու, որ նա ողջ է։ Տան ներսում առաջինն, ով զգում է ինչ-որ անհասկանալի տագնապ, պապն է։ Նա իր տեղը չի կարողանում գտնել, հայացքը կանգ է առնում Վովայի վրա, ձեռքերն ակամայից դողում են, շունչը խորն է դառնում։ Տարիների փորձն ու կորուստների ցավը նրան սովորեցրել են զգալ այն, ինչ բառերով բացատրել հնարավոր չէ։ Նա նայում է Վովային այնպես, կարծես փորձում է նրա դեմքին գտնել մի բան, որ տարիներ առաջ կորցրել էր։ Նրա մեջ ինչ-որ բան կոտրվում է, ինչ-որ բան արթնանում։ Պապի հայացքում խառնված են հույսն ու վախը, հույս, որը դեռ չի մարել։ Նա փորձում է զսպել իրեն, չհարցնել ավելորդ բաներ, ամեն շարժում, ամեն բառ, անգամ Վովայի ձայնի հնչերանգը պապին ավելի է իրար խառնում։ Լեոն ու Դավիթը Վովային ընդունում են որպես ապագա մրցակից, բայց նաև մի մարդ, ով արդար է ու ազնիվ։ Նրանք չեն էլ կասկածում, որ կանգնած են իրենց հարազատ եղբոր առաջ, իսկ Վովան անտեղյակ իր իսկ արմատներից իրեն օտար է զգում, բայց միևնույն ժամանակ ինչ-որ անբացատրելի ջերմություն այդ տան մեջ։ Կարծես այս պատերը նրան ճանաչում են, իսկ ինքը դեռ չի հիշում։ Տեսարանը լցված է լռությամբ, որն ավելի բարձր է, քան ցանկացած խոսք։ Այս տեսարանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գոյամարտը միայն պայքար չէ ուժի համար, սա պայքար է ճակատագրի դեմ, պայքար է կորցրած տարիների, չապրած մանկության, չասված խոսքերի համար, և երբ Վովան դուրս գա այդ տնից, չգիտակցելով, որ հենց նոր հանդիպել է իր իրական ընտանիքին, պապը մնալու է կանգնած, կոտրված ու շփոթված, հասկանալով, որ ճշմարտությունը շատ մոտ է, բայց դեռ այնքան ցավոտ։ Հեռուստադիտողին սպասվում է մի պահ, երբ այդ լռությունը կպայթի, և այդ պահը լինելու է ամենաուժեղներից մեկը սերիալի ընթացքում։ Գոյամարտ սերիալն օր-օրի ավելի խորն է բացում իր պատմությունն, ապացուցելով, որ սա պարզապես հերթական հեռուստանովելը չէ, այլ մարդկային ճակատագրերի, ցավի, պայքարի ու սիրո մասին պատմող լուրջ նախագիծ։ Սերիալը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր սերիա ոչ միայն առաջ է տանում սյուժեն, այլ նաև բացում է հերոսների ներաշխարհը, ցույց տալով, թե ինչպես է անցյալը ձևավորում ներկան, իսկ չբուժված վերքերը տարիներ անց դառնում են ճակատագրական բախումների պատճառ։ Պատմության հիմքում մի ընտանիքի ողբերգությունն է, որը տարիներ առաջ քանդվել է բռնության, փողի և դավաճանության պատճառով։ 4 երեխաներ զրկված ծնողների սիրուց ու պաշտպանությունից տարբեր ճակատագրերով են մեծացել։ Ոմանք մնացել են պապի խնամքի տակ, աղքատության, բայց մարդկային արժեքների մեջ, իսկ մյուսը խաբված ճշմարտությունից մեծացել է օտար միջավայրում, չիմանալով, որ իր արմատները բոլորովին այլ տեղում են։ Այս բաժանումը սերիալի ամենաուժեղ ողնաշարն է, քանի որ հենց դրանից է ծնվում հիմնական ինտրիգը՝ եղբայրների ապագա մենամարտ ռինգում, առանց իմանալու, որ նրանք նույն արյունն ունեն։ Բռնցքամարտը գոյամարտում միայն սպորտ չէ, այն կյանքի մետաֆորա է։ Այստեղ ռինգում կռվում են ոչ միայն մարզիկները, այլ նաև մարդիկ իրենց վախերի, մեղքերի, անցյալների սխալի դեմ։ Յուրաքանչյուր հարված ունի իր պատմությունը, յուրաքանչյուր պարտություն իր գինը։ Դիանա Գրիգորյանի սցենարը սոցիալական է, այն խոսում է փողի, կեղտոտ ուժի, անօրինական մարտերի, մարդկանց ճակատագրերով խաղալու մասին, բայց միաժամանակ ցույց է տալիս, որ նույնիսկ այդ խավարի մեջ կա լույս, կա ընտրության հնարավորություն։ Սերիալների հերոսները բազմաշերտ են, այստեղ գրեթե չկան բացարձակ դրական կամ բացարձակ բացասական կերպարներ, նույնիսկ նրանք, ովքեր կանգնած են չարի կողմում, ունեն իրենց անցյալը, իրենց ցավը, որը նրանց տարել է այդ ճանապարհով։ Հունանը, Ավոն, մյուս ազդեցիկ կերպարները ներկայացվում են ոչ միայն որպես բացասական կերպարներ, այլ որպես մարդիկ, որոնք տարիներ առաջ ընտրել են սխալ ուղի, իսկ երիտասարդ հերոսները՝ Լեոն, Դավիթը, Վովան, իրենց պայքարը մղում են ոչ միայն միմյանց դեմ, այլ սեփական սկզբունքների ու գայթակղությունների հետ։
Այստեղ առանձնահատուկ տեղ ունի նաև սերը։ Սիրային գծերը սերիալում նուրբ են, բայց լարված սերը այստեղ ոչ միայն երջանկություն է, այլ նաև փորձություն։ Այն կարող է բուժել, բայց նաև կործանել, եթե խառնվում է խանդին, իշխանությանը կամ հաշվարկին։ Հերոսները ստիպված են ընտրել լսել սրտին, թե ենթարկվել այն խաղերին, որոնք նրանց համար արդեն ծրագրել են ուրիշները։ Դիտարժանությունն ապահովված է ոչ միայն սյուժեով, այլ նաև որակյալ նկարահանումներով, երաժշտական լուծումներով և դերասանական ուժեղ կազմով։ Յուրաքանչյուր դերասան իր կերպարին տալիս է կենդանություն, ստիպելով հեռուստադիտողին հավատալ, հուզվել, երբեմն էլ զայրանալ։ Դիանա Գրիգորյանի ձեռագիրն այստեղ զգացվում է ամբողջ ուժով, ինտրիգ պահելու, աստիճանաբար ճշմարտությունները բացելու և ամենակարևոր պահերին լուռ հարված հասցնելու կարողությամբ։ Գոյամարտը սերիալ է, որը չի շտապում, այն ժամանակ է տալիս մտածելու, զգալու, հասկանալու, որ կյանքի ամենամեծ մենամարտերը հաճախ տեղի են ունենում ոչ թե ռինգում, այլ մարդու ներսում։ Եվ հենց այդ պատճառով էլ սերիալը դառնում է դիտելի, հուզիչ և հիշվող, խոստանալով դեռ շատ անակնկալներ, ցավոտ բացահայտումներ ու հզոր պահեր առաջիկա սերիաներում։